Ինչու է ծովում ջուրն աղի։ Նորվեգական հեքիաթ։ Շատ հին ժամանակներում աշխարհում ապրել են երկու եղբայր, մեկը հարուստ, մյուսն աղքատ։ Նրանց հայրն ու մայրը մեռնելուց առաջ պատվիրում են ամբողջ ժառանգությունը իրար մեջ հավասար կիսել։ Միայն թե ավագ եղբայրը ժլատ ու խարդախ է լինում։ Հայրական ամբողջ հարստությունը վերցնում է իրեն, իսկ կրտսեր եղբորը դուրս է անում տնից։ Եվ այդպես էլ ստացվում է։ Մի եղբայրը ձեռք յուղ ու մեղրի մեջ է լինում, իսկ մյուսը ցամաք հացով է ապրում։ Մոտենում է Քրիստոսի ծնունդը։ Ավագ եղբայրը ամեն տեսակ ուտելիք է ունենում տոնի համար, իսկ կրտսերի տանը մի բուռ կորեկ անգամ չի լինում։ Եվ ահա կինն ասում է ամուսնուն. «Գոնե գնայիր քո հարուստ եղբոր մոտ, որևէ բան խնդրեիր տոնի համար, որ մենք էլ կարողանայինք բոլոր բարի մարդկանց նման տոնել այս ծնունդը»։ Աղքատը գալիս է ավագ եղբոր մոտ ու խնդրում, որ գոնե որևէ կերակուր տա տոնի համար, իսկ հարուստը նրան պատասխանում է. «Ով դու ինձ ձանձրացրել ես, շարունակ գալիս ես, պնդերեսությամբ մի բան ես խնդրում, ինձ մոտ հո ճաշարան չի, դե լավ թող այդպես լինի, ծնունդի համար ես քեզ խոզի ազդր կտամ, բայց միայն մի պայմանով, ուր որ քեզ ուղարկեմ անմիջապես գնաս ու չհակաճառես ինձ»։ «Լավ, ես ամեն ինչի համաձայն եմ», ասում է աղքատը, եւ ահա հարուստը ազդրը շպրտում է նրան ու բղավում. «Գնա եղբայր, սատանային հյուր գնա, եւ որ ես քեզ այլևս չտեսնեմ այստեղ»։ «Ինչ արած, ես իմ խոսքից չեմ հրաժարվում երբեք», պատասխանում է աղքատը։ Վերցնում է նա խոզի ազդրն ու ընկնում ճամփա։ Գնում է սատանայի տուն։ Գնում է աղքատն ամբողջ օրը, իսկ երեկոյան մոտ հասնում է մի տարօրինակ խրճիթի։ Բակը ողողված է լինում պատուհաններից առատ թափանցած լույսով։ Ցախանոցի մոտ երկար մորուքով մի պապիկ փայտ էր կտրում, խաչփար շարելու, որ միշտ նախապատրաստում են ծննդի նախօրյակին, որպեսզի ամբողջ տարին տաք լինի։ «Բարի երեկո», ասում է աղքատը։ «Քեզ էլ բարի երեկո», պատասխանում է պապիկը։ «Այս ուշ գիշերով այդ ուր ես գնում»։ «Գնում եմ սատանային հյուր, միայն թե չգիտեմ արդյոք ճիշտ եմ գնում»։ «Դե եթե այդպես է, դու ճիշտ տեղն ես եկել։ Ներս մտիր եւ այնտեղ սատանային էլ կգտնես, նրա ամբողջ սերնդին էլ։ Բայց ներս մտնելուց առաջ ուզում եմ քեզ մի խորհուրդ տալ։ Հենց որ մտնես, բոլոր սատանաները կվազեն դեպի քեզ ու կսկսեն պնդերեսությամբ քեզ խնդրել, որ իրենց խոզի ազդրամիս վաճառես։ Նրանք խոզի մսի սիրահար են, այնպես որ դու քո ազդրամիսը ոչ մի գնով չտաս։ Փոխարենը կխնդրես դռան ետևում դրված ձեռքի աղացը։ Այդ աղացը կախարդական է, ինչ որ ուզես այնն էլ կաղա։ Իսկ որ այնտեղից դուրս գաս, ես քեզ կսովորեցնեմ, թե ինչպես աշխատացնես եւ կանգնեցնես»։ Աղքատը շնորհակալություն է հայտնում պապիկին բարի խորհրդի համար եւ մտնում սատանայի տունը։ Ինչպես ծերուկն ասել էր, այնպես էլ լինում է։ Դեռ ոտքը շեմին չդրած, բոլոր սատանաները ու սատանայի ճտերը վազում են դեպի նա, շրջապատում ու սկսում խնդրել, որ նա իր խոզի ազդրը վաճառի իրենց։ «Ճիշտն ասած, ես ինքս էի պատրաստվում իմ պարավի հետ Քրիստոսի ծննդին խոզի միս անուշանել», ասում է աղքատը։ «Բայց եթե դուք դրա պահանջն այդքան զգում եք, վերցրեք եւ փոխարենը ինձ տվեք այն հին աղացը, որը դրված է դռան ետևում»։ Սատանան սկսում է դես ու դեն ընկնել ու խուսափել, բայց աղքատը համառորեն իրենն է պնդում եւ սատանաները ստիպված են լինում աղացը տալ։ Աղքատը դուրս է գալիս խրճիթից եւ ծեր փայտահատին հարցնում, թե ինչպես վարվի այդ աղացի հետ։ Պապիկն էլ նրան սովորեցնում է. «Եթե ուզում ես աղացն աշխատացնել, բռնակը պտտեցրու եւ ասա. բռնակ պտտվիր, աղաց աղա։ Իսկ եթե ուզում ես ընդհատել, նորից պտտեցրու բռնակը եւ ասա. բռնակ պտտվիր, աղաց կանգ առ»։ Շնորհակալություն պապիկ, շնորհակալություն գիտության համար,
ասում է աղքատն ու կախարդական աղացը ձեռքին շտապում տուն։ Բայց ինչքան էլ շտապում է, կես գիշերից շուտ տուն չի հասնում։ Մտնում է սենյակ, կինը հարձակվում է վրան։ «Էս ուր ես կորել»։ «Առավոտից սոված ծարավ նստած եմ մեզ ցրտում։ Ոչ մի կտոր փայտ չկա, ոչ մի բուրդ զավար, որ ծննդյան խաշիլ եփեմ»։ «Դարդ մի անի կնիկ», պատասխանում է աղքատը, «գնացել է իմ գործերով, իսկ ճանապարհն էլ շատ հեռու էր։ Հապա մի տես, թե ինչ եմ բերել քեզ համար»։ Աղացը դնում է սեղանին ու հրամայում, որ աղա։ Եվ մոմեր, եւ շիլա, եւ խոզի միս, եւ գարեջուր, եւ տարբեր տեսակի ուտելիք ծննդյան օրվա ընթրիքի համար։ Եվ հենց որ աղացը առատորեն աղում է ամեն ինչ, աղքատը պտտում է բռնակն ու ասում. «Բռնակ, մի պտտվիր, աղաց կանգ առ»։ Աղացը կանգ է առնում, կինը միայն աչքերն է չռում, իսկ հետո էլ սկսում է ամուսնուն հարց ու փորձ անել, թե որտեղից է առել աղացը, բայց ամուսինը նրան ոչինչ չի ասում։ «Միևնույն չէ քեզ համար», ասում է նա, «միևնույն չէ, թե որտեղից եմ առել, տեսնում ես, որ հիանալի աղում է, բավարարվիր այդքանով»։ Աղքատն ու կինը տոնում են Քրիստոսի ծնունդը, իսկ հաջորդ օրը հրավիրում են ավագ եղբորն ու բոլոր համագյուղացիներին և մի մեծ խնջույք են անում։ Բոլորն էլ կուշտ ուտում են, խմում, պարում։ Միայն ավագ եղբայրը չի կարողանում ուրախանալ, նախանձը կրծում է նրան։ Բարկությունից սևորած շարունակ մի բան է մտածում. որտեղից է եղբայրս այսքան հարստություն կուտակել։ Ընդամենը 3 նա եկավ ինձ մոտ և ծննդի համար ուտելիք մուրաց, իսկ այսօր տես, թե ինչ խնջույք է սարքել, ասես կոմս կամ թագավոր լինի։ Նստում է եղբոր մոտ, նրան գինի է լցնում ու ասում. «Եվ որ սատանան է քեզ այդքան բարիք բերել»։ Իսկ սա քթի տակ խորամանկ ծիծաղում և պատասխանում է. «Հենց այն սատանան, որի մոտ դու ինձ հյուր ուղարկեցիր»։ Ընդամենը 5-րդ բաժակից հետո կրտսեր եղբոր գլուխը սկսում է դժժալ, և նա եղբորն ամեն ինչ պատմում է այդ կախարդական աղացի մասին։ Հարուստը սկսում է մտածել ամեն գնով իր ձեռքը գցել այդ աղացը։ Շատ է համոզում նա եղբորը, և ի վերջո կրտսեր եղբայրը համաձայնում է։ Եվ նա աղացը վաճառում է խոթնձին 300 դալլերով։ «Իսկ մինչև խոթունձը ես կհասցնեմ ինձ համար շատ բան աղալ», մտածում է կրտսեր եղբայրը։ Ահա և հասնում է խոթնձի ժամանակը։ Հարուստ եղբայրը գալիս է աղացի ետևից։ Սա նրան սովորեցնում է, թե ինչպես աշխատեցնել աղացը, իսկ թե ինչպես կանգնեցնել, այ դա չի ասում։ Հարուստն աղացը բերում է տուն, իսկ հաջորդ առավոտյան կնոջն ասում է. «Դու գնա մարգագետին, հնձվորներին հետևիր, որ գլուխ չպահեն, իսկ ճաշն այսօր ես ինքս կեփեմ»։ Եվ ահա մոտենում է ճաշի ժամը։ Հարուստը աղացը դնում է սեղանին ու հրամայում, որ շիլա աղա, կաթի կիսել ու տապակած ձուկ։ Եվ աղացը սկսում է աղալ։ Հարուստն արդեն բոլոր թասերը, բոլոր կաթսաները, բոլոր ափսեները ու բոլոր տաշտակները արդեն լցնում է այդ շիլայով, իսկ աղացը դեռ աղում և աղում էր։ Տաք շիլան ու կաթի կիսելը թափվում են հատակին, լցվում ամբողջ տունը, շեմքից հոսում դուրս, ողողում ամբողջ բակն ու հոսում փողոցով։ Քիչ է մնում, որ հարուստը խեղդվի։ Նա դուրս է փախչում տնից, իսկ շիլան, կաթի կիսելը ու ձուկը հասնում են ետևից։ Ինչ կարող էր անել։ Նետվում է նա կաթի կիսելի մեջ ու սկսում լողալ։ Նույն այդ ժամանակ հարուստի կինը սպասում ամուսնուն ու տեսնում է, որ չկա։ Հնձվորներին ասում է. «Չգիտես ինչու մեր տերը մեզ ճաշի չի կանչում։ Ինչպես երևում է, չի կարողանում ճաշից գլուխ անել։ Ստիպված ես պիտի տուն գնամ, օգնեմ նրան։ Դուք էլ իմ ետևից եկեք, տանը կճաշենք»։ Գերանդիները դնում են ուսներին ու գալիս դեպի տուն։ Դեռ նոր են հասած լինում գյուղի ծայրին, մեկ էլ տեսնում են, քչքչալով հոսում է կիսելի գետը, ափերին շիլան է ղլղլում ու պճպճում, ասես ծփուն ճահիճ լինի,
Իսկ տանտերը ինքը թփրտում է կիսելի մեջ ու գոչում. «Կերեք, կերեք, քանի փորները չի տրաքվել, միայն տեսեք, որ չխեղդվեք ձեր ճաշի մեջ»։ Հարուստը լողալով հասնում է մինչև եղբոր բակը և կիսելից ու շիլայից մի կերպ դուրս գալով վազում է եղբոր տուն ու բղավում. «Ի սեր Աստծո, վերցրու քո աղացը, թե չէ շուտով կիսելն ու շիլան ամբողջ շրջանը տակով կանեն, և ձկան ձեռքից էլ գնալու տեղ չի լինի»։ «Էդ չեղավ», պատասխանում է նրան եղբայրը, «դու նախ տուր իմ 300 դալլերը, որ աղացի համար խոստացել ես»։ Հարուստը ստիպված վճարում է 300 դալլեր։ Այդ ժամանակ աղքատ եղբայրը նավակ է նստում ու լողում դեպի հարուստի տունը։ Աղացի բռնակը պտտում և ասում է. «Բռնակ մի պտտվիր, աղաց կանգ առ»։ Եվ աղացը կանգ է առնում։ Աղքատը բոլոր գյուղերից մարդիկ է կանչում և նրանք ափսեներն ու գդալները առած գալիս են ու շատ արագ ուտում ու վերջացնում են կիսելն ու շիլան, ուտում են նաև այդ ամբողջ տապակած ձուկը։ Այդ ժամանակվանից կրտսեր եղբայրն ապրում է ուրախ ու զվարթ։ Նա հիմա և փող է ունենում, և տնտեսություն։ Աղացը նրա համար ոսկի է աղում, և նա ոսկե տանիքով նոր տուն է կառուցում։ Նրա տունը ծովախորշի ափին է շինում, և ոսկի տանիքը հեռվից հեռու երևում էր, և ծովախորշով անցնող ոչ մի նավ անտարբեր չէր կարողանում անցնել։ Բոլորը ափի մոտ կանգ են առնում, որպեսզի հիանան այդ զարմանալի աղացով, որովհետև նրա համբավը հասած է լինում աշխարհով մեկ։ Եվ ահա մի անգամ հեռու երկրից իր նավով մի նավապետ է գալիս։ Նայում է նա կախարդական աղացին ու հարցնում տիրոջը. «Իսկ աղ կարո՞ղ է աղալ»։ «Կարող է», պատասխանում է տերը։ Ահա և մտածում է նավապետը. «Երկար տարիներ ես աղը ուրիշ երկրներից եմ բերում նավով, իսկ եթե այս աղացը իմը լիներ, ես աղ կաղամ և ստիպված չեմ լինի բուք ու բորանին ծովում թափառել»։ Եվ սկսում է խնդրել, որ կախարդական աղացը իրեն վաճառի։ Աղացի համար շատ փող է առաջարկում, բայց տերը ոչ մի գնով չի ուզում տալ։ «Դե ինչ արած», ասում է նավապետը, «չէի համար դատ էլ չկա։ Այդ դեպքում թույլ տուր ինձ քո տանը գիշերել, թե չէ արդեն ուշ է և ես ոչ մի տեղ չունեմ գնալու։ Իսկ վաղն առավոտ շուտ ես կբռնեմ վերադարձի ճամփան»։ Տանտերը համաձայնում է և նավապետը տեղավորվում է իր սենյակում։ Իսկ սա դեռ երեկոյան նկատած է լինում, թե տանտերը որտեղ է պահում աղացը։ Նավապետը սպասում է մինչև բոլորը քնում են, իսկ ինքը գաղտնագողի կամաց մոտենում է սնդուկին, աղացը հանում ու ծլկում։ Գողացած աղացը քարշ է տալիս իր նավն ու ասում. «Բռնակ պտտվիր, աղաց, աղ աղա»։ Եվ աղացը սկսում է աղալ։ Նավապետը բոլոր նավամբարները լիքը լցնում է, իսկ աղացը շարունակում է աղալ ու աղալ։ Տախտակամածի վրա մի հսկայական սար է գոյանում։ Նավապետը կանչում է ամբողջ անձնակազմին ու հրամայում աղը բահերով լցնել ծովը, բայց ոչինչ չի օգնում։ Նավապետը հարձակվում է աղացի վրա, սկսում է այս ու այն կողմ պտտել, բայց թե ինչպես պիտի կանգնեցնի։ Նավն աղից ծանրանում ու սուզվում գնում է ծովի հատակը։ Այդպես էլ ծովի հատակում ինչ որտեղ ընկած է նավը, կախարդական աղացն էլ վրան, որ շարունակ աղում է աղ։ Դրանից էլ ծովի ջուրն այսպես աղի է։